առանձնահատուկ եմ։ Ես դա միշտ շեշտում եմ։ Ինչ ուզում եք, դա համարեք ազգայնամոլություն, ֆաշիզմ, չգիտեմ, ով ինչ ուզում է թողասի։ Այ մարդ, ես առանձնացնում եմ։ Իսեր Աստծո, որովհետև մենք իսկապես տարբեր ենք։ Ինձ ասում են հայրենասիրությունը դա գործիք է, ես չեմ հավատում դրան։ Ես չեմ հավատում։ Որտեվ ես իմ օրինակով եմ տեսել, որ հայրենասիրությունը կարող է լիքը լավ բաներ անել, իմ բառարանն է հայրենասիրության արդյունք, հոգատարության արդյունք, իսկ հայրենասիրությունը դա հենց հոգատարությունն է։ Գալու է մի ժամանակ, որ չասենք մայր իշխանություն, բայց կանայք իսկապես շատ են լինելու, որովհետև կանայք ախր բնությամբ հենց հոգատարության մարմնացումն են իրենք, եւ անգամ մեքենա վարելիս կանայք ավելի լավ վարորդներ են, հանկարծ չասեք չէ, այդպես չէ։ Կանայք իսկապես ավելի լավ վարորդներ են, ինչու որովհետև կինը այդ պահին, երբ մեքենա է վարում, ինքը ոչ միայն մտածում է օրենքը պահպանելու մասին, այլ իսկապես հոգ է տանում եւ իր հետևից եկող մեքենայի վարորդի եւ արջևից գնացող։ Անի, բարև ձեզ։ Բարի օր։ Ուրախ եմ, որ մեզ տաղավար հյուր եք եկել։ Փոխադարձ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք։ Լավ, ես նույնպես լավ եմ։ Անի, այսպեսի հարց եմ ուզում սկսենք։ Եղանակը հրաշալի է, գարուն է։ Իսկապես։ Թվում է թե ինչ կարող է ուզել կինը, բայց երկրում այնուամենայնիվ իրավիճակը հանգիստ չէ։ Դուք ինչպես եք կարողանում զերծ մնալ ստրեսային իրավիճակներ, ասեմ, թե կարող եք զուգահեռ եք տանում այդ ամենը, տարանջատել եք իրավիճակը երկրում եւ իրավիճակը ինձ մոտ։ Բարդ հարցից սկսեցիք։ Ես միշտ մտածել եմ առանց վիրավորելու արական սեռի ներկայացուցիչներին, բայց ամեն դեպքում միշտ մտածել եմ, որ կանայք առանձնահատուկ իմաստություն ունեն այդ տեսանկյունից։ Ստրեսակայուն են եւ իսկապես շատ ուժեղ են տեսակով ու հենց այնպես չէ որ Աստված կնոջն է տվել երեխա ունենալու երևույթը, հա։ Կարծում սա խոսում է շատ ավելի մասին եւ չեմ ուզի մանրամասներ մնացածը թող յուրաքանչյուրն իր ներսում զգա, պատկերացնի, հասկանա թե ինչ նկատի ունեմ։ Իսկ որպես մայր ամենամեծ անհանգստությունները ձեր այսօր որոնք են։ Բնականաբար բալիկիս ապագան, որը ես իհարկե հնարավորինս պատկերացնում եմ Հայաստանում եւ ուզում եմ իսկապես որ Հայաստանում կայանա այդ ապագան, բայց վախեր շատ կան, շատ եւ գնալով դրանք աճում են։ Ամենացավալին դա է այս պահին, թեև մյուս կողմից ես միշտ մտածել եմ, որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է այսօրվա համար եւ ոչ միայն իր անձի կամ իր ընտանիքի, այլ նաեւ երկրի մասշտաբով։ Այսինքն այդ վաղվա ապագան իմ բալիկի, ձեր բալիկի վաղվա ապագան նաև ինձնից ու ձեզնից է կախված ու պիտի գիտակցենք ու կրենք այդ պատասխանատվությունը անկախ բոլոր հանգամանքներից տարածաշրջանի աշխարհաքաղաքական երկրի ներսում կատարվելիք քաղաքական իրադարձություններից անկախ մենք բոլորս պետք է գիտակցենք որ անհատապես եւ ընդհանուրի տեսանկյունից բոլորս խոր պատասխանատվություն ունենք ու պիտի կրենք եւ գործով պիտի կարողանանք ինքներս մեզ ցույց տալ, որ մենք բանի պիտու ենք, որ այս երկրին իսկապես կարող ենք երկրի համար կարող ենք արժանի զավակներ լինել։ Իսկ տրամադրությունները, որոնք տիրում են այսօր հայ հասարակության մեջ ձեզ համար նկատելի են, ինչպիսին են դրանք եւ արդյոք դրանք չեն ազդում ձեր տրամադրության վրա։ Իհարկե ազդում են։ Կա որևէ մեկը, որի տրամադրությունների վրա չի կարող ազդել այդ ամենը, բայց դրա հետ մեկտեղ էլի գանք նրան, որ ես կին եմ եւ որ ամենակարևոր սոցիալական դերն է ես մայր եմ եւ դա ինձ համ ուժ է տալիս, համ զորացնում է իբրև անհատ, իբրև մարդ, իբրև քաղաքացի եւ օգնում է այսօր շատ ավելին անել, որպեսզի ես վաղը կարողանամ իմ եւ իմ բալիկի եւ իմ ընտանիքի ու իմ երկրի ապագան ավելի լավը տեսնել։ Անի անձնապես ձեր կյանքում հիմա ինչ փուլ է։ Ինչով եք հիմա զբաղվում։ Ոայ, այնքան խառը։ Ինչպես գիտեք, բառարանից շնորհանդեսն է եղել օրեր առաջ։
Եվ դրանով պայմանավորված անցած տարի ու կեսը շատ բարդ շրջան է եղել, ոչ միայն բառարանով, այլ նաև իմ հաղորդման տեսակետից, նաև իմ ուրիշ գործունեությունների տեսանկյունից, բայց դրա հետ մեկտեղ շատ այսպես բուռն ընթացքի մեջ էի։ Ու հիմա կարծես մի փոքր հանգստություն եմ վերցրել, փորձում եմ արդեն գրքի վաճառքի շարունակության հետ կապված գործողությունները այսպես դասավորել, կարգավորել, ընթացքը ապահովել, որպեսզի իմ պատկերացրած ձևով գնանք առաջ եւ գիրքը արժանանա լավագույն ճակատագրին, այսպես ասած, համենայն դեպս կարծում եմ, որ այս պահին արդեն մասամբ հաջողել ենք, աչքով չտամ, բայց գոհ եմ արդյունքներից եւ այստեղ խոսքը ոչ թե վաճառքի մասին է, այլ ես զգում եմ, որ գրքի պահանջարկը կա, որովհետև մարդիկ իսկապես հետաքրքրված են սեփական լեզվով, իսկապես հետաքրքրված են այն պահպանելու, այն ել ավելի գործածելի դարձնելու տեսանկյունից ու սա շատ ուրախալի է ինձ համար, ես գիրքը կարող եմ անգամ չվաճառել, որովհետև սա այն գիրքն է, որը իսկապես պարզապես բաժանելու տարբերակով պետք է հրամցնեի ես հանրությանը, բայց քանի որ լուրջ աշխատանք է տարվել եւ ոչ միայն իմ կողմից, մենք մեծ թիմով ենք աշխատել, մոտ 12-13 հոգանոց թիմ է աշխատել գրքի վրա եւ բնականաբար յուրաքանչյուրը իր սպասելիքը ուներ այս պատմությունից, դրա համար իմ կողմից մի քիչ արդար չէր լինի, որ ես պարզապես վերցնեի ու բաժանեի մարդկանց, բայց շատ մաչելի տարբերակով ենք հիմա վաճառում։ Այդպես։ Ինչ էլ խոսենք ձեր հարցազրույցներից, շարքը կոչվում է Հայը։ Այո։ Ով է որոշել, որ այդպես պետք է կոչվի, ինչու։ Շարքը կոչվում է Հայը, որովհետև ես հային շատ եմ սիրում, շատ իսկապես այդ մի առանձնահատուկ երևույթ է, մի առանձնահատուկ թեմա, որին անընդհատ ինձ շատ են հարցնում, բայց ինչի Հայը, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ գիտենք, բան ով է Հայը, ինչ բան, բայց մեկ է անընդհատ բացահայտելու տեղ կա։ Բայց գիտենք արդյոք։ Մանավանդ հիմա։ Մանավանդ հիմա, հա, այդ շատ լավ հարց ընչեցրիք, բայց ամեն դեպքում մենք մասամբ ճանաչում ենք, հասկանում եք, մենք մեր հիմքը գիտենք, մենք մեր արմատները գիտենք, անգամ եթե դա գիտակցական մակարդակում չենք կարողանում ինքներս մեզ խոստովանել կամ գուցե բարձրաձայնել դրա մասին, բայց մենք մեր երակներում հոսող արյամբ ենք դա զգում։ Եվ դա շատ կարևոր է, Լենա ջան։ Եվ դրա ապացույցն այն է, որ Հայաստանն այսօր գոյություն ունի։ Հայաստանը հասել է 21-րդ դար։ Սա ըստ իս ուղղակի հրաշքի նման մի բան է, չգիտեմ, մարդիկ ունենալով այս երևույթը Հայաստանը 21-րդ դարում, գուցե չեն էլ պատկերացնում, թե ինչ հրաշք է։ Իսկապես մենք հրաշք ունենք Հայաստանը 21-րդ դարում։ Ուրեմն եկեք պահպանենք այդ հրաշքը։ Հայաստանը հրաշքին հավասարասուր բան է այսօր ինձ համար եւ այն մարդիկ, ովքեր ջանք են թափել մեզ հասցնելու այստեղ այս ժամկետին, որը դեռ շարունակում է ապրել գոյություն ունենալ եւ բնականաբար շարունակելու է գոյություն ունենալ, մենք պատասխանատվություն ունենք այդ մարդկանց հանդեպ։ Խոր պատասխանատվություն ու պետք է դա գիտակցել։ Դա կլինի Նժդեհը, դա կլինի Սպարապետը, Վասկեն Սարգսյանը, դա ով ուզում է լինի, չգիտեմ, Վարդան Մամիկոնյանը, նրանցից յուրաքանչյուրի առաջ, մեզնից յուրաքանչյուրը խոր պատասխանատվություն ունի։ Ես հայոց լեզուն իմ չափով պահպանելով կամ իմ կատարած գործողությամբ, դուք ձեր հերթին, ձեր անելիքով, մենք բոլորս պետք է նպաստենք, որ այդ ընթացքը շարունակվի ու Հայաստանը ոչ թե գոյատևի, այլ Հայաստանը զարգանա, ծաղկի, մեծանա, բարգավաճի, զորանա։ Մենք բոլորս այդ պատասխանատվության կրողներն ենք։ Պիտի գիտակցենք ու գանք դրան։ Վախենալու բաներ են սրանք ինձ համար ու այս վերջին հարցազրույցների ժամանակ շատ եմ խոսում այդ մասին։ Չգիտեմ, գիտեմ, որ ակնհայտ երևում է այդ սրտացավությունը, բայց երբեմն ես նույնիսկ մտածում եմ, կարող է մենք քիչ ենք անում։ Կարող է մենք իսկապես չենք գիտակցում այդ արժանի զավակ լինելու սահմանները, չափը, ձևը գուցե չենք գիտակցում այն անելիքները, որոնք պիտի անենք, որպեսզի ել ավելի լավը լինենք, ել ավելի լավ Հայաստան ունենանք, բայց ախր պիտի անդրադառնանք էլ այս հարցերին, էլի շարունակ լռելով ու բերանը փակ նստելով էլ ոչ մի բան չի լուծվում, ոչ մի հարց չի լուծվում, չգիտեմ։ Իսկ նկատել եք այսպիսի մի բան, ես չգիտեմ, ես հաճախ եմ նկատել, որ մեր հայրենակիցներից շատերի մոտ կա, այդ կարծես ուզում են հենց հայկականությունից փախչել։ Եթե անգամ դա երկար չի ձգում, ինչ որ պահ ամեն դեպքում լինում է բոլորի մոտ։ Ինչի՞ է դա կապված։ Դուք ինչի՞ եք դա կապում։
Եթե նկատել եք իհարկե, գուցե միայն ես եմ նկատել։ Ես հիմա վիրավորած երևի կլինեմ այն մարդկանց, ում անդրադառնամ, խոսքս Հայաստանը լքողների եւ այլ երկրում կենսակերպը զարգացնող մարդկանց մասին է, այսինքն ովքեր թողնում են Հայաստան ու գնում որևէ այլ երկրում ապրելու։ Ինչի եք գնում։ Իսկապես հարց է առաջանում, ինչի եք գնում։ Չեմ էլ հարցնում ինչու եք գնում։ Ասում եմ ինչի եք գնում, տնավարի հարց եմ տալիս, լուրջ ինչի եք գնում։ Ենթադրենք գնացիք եւ այնտեղ քշեցիք, ասենք լավ, ունեցաք ոչ թե Nissan Tiida, այլ վարելու եք, ինչպես իմ բալիկն է սիրում ասել, Tesla Cybertruck։ Խնդրեմ, գնացիք հասակ Ամերիկա, սկսեցիք վարել Tesla Cybertruck։ Վերջը հարց է առաջանում, լավ, վերջը։ Երկու սենյականոց բնակարանի փոխարեն ունեցաք հսկայական դղյակ, հետո դու չես մտածում, որ այս հայրենիքը ոչ թե այս հողը, պատերը, ախր այդ հայրենիքը դու ես։ Այդ հայրենիքը դուք եք, ես եմ, դուք եք։ Եվ այդ հայրենիքը պահողն ենք մենք։ Եվ վաղը եթե Աստված չանի, ինչ որ մեծամասշտաբ բանը սկսվի, չեմ էլ ուզում այդ բառը արտասանել, ես պատրաստ եմ իսկապես ինքս, որ զենք օգտագործել չգիտեմ, զենքից կրակել չգիտեմ, ես պատրաստ եմ զենքը վերցնել, գնալ, ուր ուզում են տանեն։ Ես պատրաստ եմ վերցնել գնալ։ Սա կարող է մասամբ անձնազոհության նմանել հնչի։ Այո, ես պատրաստ եմ նաև դրան, որովհետև ես ունեմ զավակ եւ իմ զավակը հայ է եւ ես ուզում եմ պահպանել այդ հայեցիությունը։ Ես ուզում եմ դա շարունակական լինի, ես չեմ ուզում կտրվի այդ ընթացքը, որովհետև մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս են գալիս, գնում են որոշ ժամանակ հետո ինչ է տեղի ունենում, մոռանում են իրենք իրենց, մոռանում են իրենց ինքնությունը։ Այդտեղ երջանիկ են։ Եվ արդյոք երջանիկ են, այստեղ շատ լավ հարց հնչեցրիք։ Արդյոք երջանիկ են։ Իսկ ինչ է երջանկությունը ի վերջո, նորից եմ հարցը հնչեցնում, Cybertruck-ը, այդ դղյակը, ստեղծեք Հայաստանում, իսեր Աստծո, ով է խանգարում։ Իսկ ով է ասում, որ Հայաստանում գումար վաստակել հնարավոր չէ։ Թյուր կարծիք կա, չէ, որ Հայաստանում հարստացող մարդիկ, ես այդպիսի հաղորդում էի դեպ հենց ուզում անել, շատ երկար եմ մտածել այդ թեմայի շուրջ, հիմա կասեմ ինչ տեսանկյունից։ Ով է ասում, որ Հայաստանում հարստանալ հնարավոր չէ։ Հնարավոր է։ Մաքրամաքուր ճանապարհով, լավագույն ճանապարհով հնարավոր է ունենալ ամեն ինչ, որովհետև սա երկիր է։ Այս երկիրն ունի օրենքներ, այստեղ գործում են բոլոր տեսակի հնարավորությունները, որը կա նաև նույն Ամերիկայում, ենթադրենք Ամերիկային անդրադառնանք։ Հիմա ինչու է ուզում այդպիսի հաղորդում անել, որպեսզի ես մարդկանց ցույց տամ, որ կան մարդիկ, որ իսկապես Հայաստանում ապրելով կարողացել են հարստանալ, առանց մարդ սպանելու, առանց գողություն անելու, առանց ինչ որ մեկի գրպանը մտնելու, առանց մնացած բոլոր հանցագործությունների։ Հնարավոր է դա։ Ուրեմն արեք ժողովուրդ ջան, արեք ու Հայաստանում պատասխանով որ Հայաստանում ռիսկերը, անվտանգային ռիսկերը շատ մեծ են։ Դուք իրենց ինչ կասեք։ Այդ տեսանկյունից համաձայն եմ։ Իսկ ով է ասել, որ որևէ այլ երկրում այդ ռիսկերը չկան։ Բոլոր երկրներում կան այդ ռիսկերը։ Հիմա ոչինչ տեղ անվտանգ չի։ Այո, նույն Ամերիկայում, որ թվում է թե Պենտագոնը ամեն ինչով ապահովում է իր քաղաքացիներին, ոչ եւ ոչ որևէ երկրում անվտանգ չէ։ Այնպես որ գործելիս, արարելիս, խնդրում եմ, եթե դուք հայ եք եւ եթե դուք հաշվի եք նստում այդ փաստի հետ, ստեղծագործեք եւ արարեք Հայաստանում։ Անի շարունակենք զրուցել ձեր հարցազրույցներից, ամենամեծ դժվարությունը հարցազրույց կազմակերպելու, վարելու ո՞րն է ձեր կարծիքով։ Չկա դժվարություն։ Եթե սիրում եք ձեր աշխատանքը, բնականաբար դժվարություններ չկան։ Հյուրերի ընտրությունը դժվար չի։ Երևի էլի չէ, որովհետեւ այնքան շատ են տարբերակները հիմա։ Կարքին հայերը շատ են, շատ։ Ու ես անդրադառնում եմ այնպիսի մարդկանց, հա, իսկապես ես մինչ այդ էլ գիտեի, որ այդպես է, բայց հիմա առավել վստահ եմ այդ հարցում, որովհետև հաղորդումների նկարահանումների ընթացքում, հյուրերին ընտրելու ընթացքում թեմաները այնքան բազմազան են դառնում, այնքան հաճելի մարդիկ են գալիս մեկից մյուսի, ցենց շատ ինչ որ բարգավաճող этап է, հա, ինձ մոտ այդ տեսանկյունից հիմա, ու ես շարունակ բացահայտումների մեջ եմ, եւ իսկապես ունենք արժանի հայեր ու շատ են դրանք, շատ, պարզապես պետք է շատ խոսենք իրենց մասին, շատ ցույց տանք իրենց, շատ գովաբանենք, ինչու ոչ,
որովհետև այսօր մենք դրա կարիքն էլ ունենք, ոչ միայն ցույց տալու, այլ նաև ասելու, տեսեք, թե որքան լավն են, գնահատելու, արժևորելու, իսկապես շատ կարևոր է դա։ Եվ ի վերջո այդ մարդիկ էլ դրա կարիքն ունենում են, չէ՞։ Իրենք էլ այդ գնահատանքի կարիքը, այդ բառը իհարկե ես չեմ սիրում, միշտ մտածել եմ, որ խորթ բառ է եւ ոչ հայերեն, ոչ գրագետ, բայց փաստորեն կա այդ բառը գնահատանքը եւ այո, գնահատանքի արժանի են այդ մարդիկ։ Դրա համար ես այնքան սիրով հրավիրում եմ, հրավիրելուց էլ երկար բարակ ներկայացնում եմ, պատմում եմ, բացատրում եմ ու միշտ զգում եմ այդ ողջավորությունը, երբ նկարահանումներից հետո հյուրերին ճանապարհում եմ, այդ խորին շնորհակալությամբ են գնում, ինչու որովհետև մեր տաղավարում իրենք ստանում են այդ հետադարձ արձագանքը, այդ շնորհակալությունը իրենք զգում են։ Դե բնականաբար ես էլ իմ խորին շնորհակալությունը միշտ հայտնում եւ հնարավորինս փորձում եմ հանրահռչակել իրենց տեսակը, որակը, դա շատ կարեւոր է։ Իսկ գայթակղություն չի լինում երբեմն, օրինակ դուք հարց եք տվել եւ հարցը չի հնչել ձեր պատկերացրած տարբերակով։ Գայթակղություն չի լինում այդ հարցի շուրջ խոսել, ասենք դուք ինչ որ բան հավել եք։ Երբեմն այդպես լինում է, որ վերածվում է ոչ թե հարցազրույցի, այլ զրույցի։ Եվ կարծում եմ դա շատ օրգանական է, շատ կենթանի ու շատ բնական, հատկապես մեր տաղավարում մենք այնպիսի հարցեր ենք քննարկում, ինձ մեկ-մեկ ասում են շատ եք ծանրացնում, թեման առանց այդ էլ ծանր է, դուք էլ ծանրացնում եք զրույցների ընթացքում, մենք չենք ծանրացնում, նախ մենք քաղաքականությանը կատեգորիկ չենք անդրադառնում, դարդեր ցավեր չենք քննարկում, մենք պարզապես խոսում ենք լավի մասին ու շատ ծավալուն ենք խոսում այդ լավի մասին, այլ բան է, որ լսելն է դժվար, չգիտեմ, դա էլ միգուցե ոչ թե մեր խնդիրն է, մեր, այսինքն կոնտենտ ստեղծողի խնդիրն է, բովանդակություն ստեղծողի խնդիրն է, այլ գուցե լսողի խնդիրն է։ Կոնտենտ սպառողների խնդիրն է հիմա, որ ավելի թե ժամանցային բաներն ավելի շատ են նայում լսում։ Այո։ Դա իսկապես խնդիր է, որովհետև այսքան հարցերով առատ երկրում նայել միայն TikTok եւ անդառնալ թեթև թեմաներին, կարծում եմ անհնար է։ Եթե դու ուզում ես իրոք ինչ-որ հարցեր վեր հանել, եւ անհնար է։ Անի այնտեղ դուք նշում եք, չգիտեմ, ոնց շեշտում եք, հայուհիմը։ Ձեր մասին է խոսքը։ Գիտեք, երբեմն երբ շեշտում ես, որ մենք հայ ենք, ես հայուհի եմ, այդ տարանջատումը շատերին դուր չի գալիս, ասում են ինչու անդադ առանձնացնել, ինչու տարանջատել, ասեք կին է, աղջիկ է, ինչու հենց հայուհի, ձեր կարծիքով այդ տարանջատումը ինչի համար է արվում եւ օրինակ հայուհիները ունեն ինչ-որ յուրահատուկ գծեր, դե չեմ ասում բոլորը, բայց ամեն դեպքում իսկական հայուհիները եթե ունեն, չէ՞, ինչ-որ առանձնահատկություններ, որոնք ասենք, չգիտեմ, թրքուց կամ ֆրանսուց տարբերում են։ Բնականաբար։ Դե նախ եթե ընդհանրական տեսանկյունից դիտարկենք, ապա բոլորն են իրարից տարբերվում։ Եվ ազգությամբ, եւ անհատապես, հա, բոլորս տարբեր ենք, բայց հայուհիները այո առանձնահատուկ են։ Ես դա միշտ շեշտում եմ։ Ինչ ուզում եք դա համարեք, ազգայնամոլություն, ֆաշիզմ, չգիտեմ, ով ինչ ուզում է թող ասի։ Այ մարդ, ես առանձնացնում եմ։ Իսեր Աստծո, որովհետեւ մենք իսկապես տարբեր ենք։ Աշխարհի որ ծայրում հայտնվեք, հայուհիները իրենց դիմագծերով հենց մենակ առանձնանում են։ Եվ դա փաստ է, դա հորինովի պատմություն չէ, դա լեգենդ չէ, դա այդպես է։ Ուրեմն բացի դրանից մենք մեր տեսակով ենք շատ առանձնահատուկ։ Մենք իսկապես զորեղ կանայք ենք, իսկապես առանձնահատուկ մայրեր ենք, յուրահատուկ վերաբերմունքով։ Ինչու որովհետև գուցե դա նաև մեր պատմությունն է մեր ներսում։ Եվ մենք մեզ պահպանելու այդ ջանքը անընդհատ թափելով, մինչ այս պահն էլ հենց այդպես էլ շարունակում ենք ապրել, արարել, ստեղծագործել ու մեր բալիկներին վերաբերվել ու պահել նրանց, չէ՞, որովհետև մեզ համար մեր ձագուկներից յուրաքանչյուրը թանկ գանձ է, նրանք զինվորներ են։ Մենոնք միշտ զինվորներ են եղել ու մեզ համար այդ գիտակցությունը, եթե նույնիսկ մենք չունենք ավելի այսպես արտաքին շերտում, բայց ներսում մենք հաստատ ունենք։ Ու դրա համար մենք հոգ ենք տանում մեր բալիկների համար մի աննկարագրելի ձևով, ես չգիտեմ, այդպիսի ազգ կա, որ իր մայրերը իրենց բալիկների համար այդպես հոգ տանեն, ինչպես մերոնք մեր ձագուկների համար են հոգ տանում։ Երբեմն ես նույնիսկ դիտարկում եմ, որ դա հիվանդագին մակարդակի է հասնում, բայց դա նորմալ է մեր պարագայում, Լենա ջան, ու մեղադրելու չէ։ Շարունակաբար այս պատերազմները, շարունակաբար զոհերը, զավակների կորուստը, ախր դա անընդհատ մեր մեջ նստվածք է թողնում։ Մենք չենք կարող ապրել, չգիտեմ, ամերիկացիների նման չենք կարող ամենայն դեպս ապրել, անընդհատ իրենց ենք շեշտում մեջտեղ վերում, բայց հիմա համեմատելու երևի եզրերը այդպես պետք է դնենք, որ այսպես այդ գրոտեսկայինը տարբերակով, հա, զգանք պատկերացնենք բևեռների տարբերությունը։
Համենայն դեպս մեր մայրերը հրաշք են, իրապես հրաշք, եւ գիտեք, ես նույնիսկ այդ 44 օրյայից հետո տարբեր այդպես թաղումների, որ գնում էի, իմ լավ ընկերներից շատերն են մահացել Թատերական ինստիտուտից, այլ գործընկերներից, երբ ես ներկա էի լինում, այդ մայրերը ոչ թե ողբում էին, շատ հետաքրքիր էր, նրանց այդ ողբը այնքան վեհ էր, այնքան ճիշտ էր, այնքան ոչ էմոցիոնալ էր, այնքան գիտակցված էր, ես տեսնում էի այդ, որ այդ մայրը գիտակցում է, որ ինքը իր զավակին տվել է հանուն երկրի։ Այդ գիտակցությունը մեր բոլոր մայրերի մեջ իսկապես կա, համենայն դեպս որտեղ ես եղել եմ, ես այդ մայրերի մեջ դա տեսել եմ։ Եվ նրանք պարզապես չէին ողբում իրենց բալիկի կորուստը, այո, ողբում են, բայց դա գիտակցված կորուստ է եւ չի ուզել այս թեմային էլ անդրադառնալ, բայց համենայն դեպս սիրուն բան կա դրա մեջ շատ։ Երբ մայրը գիտակցված իր ձագուկին տալիս է հանուն հայրենիքի։ Եվ ոչ բոլոր ազգերի մայրերը դա կարող են անել։ Դա մեծ ուժ է պահանջում, դա իսկապես զորություն է պահանջում ներքին, մարդկային, կանացի, մայրական, դա ահռելի կորուստ է բնականաբար, բայց շատ սիրուն, այսպես ձևավորված, չգիտեմ։ Այ դարձած պատերազմին ես այսօր ուզում եի մենք չանդրադառնանք, բայց այդպես ստացվեց։ Այն ժամանակ ես կարծես բոլորի մոտ էի նկատում, որ դա հայրենիքի գաղափարը իրոք շատ խորն էր նստած, շատ ամուր էր եւ իրենք հավատում էին։ Այսօր կարծես ամեն ինչ փորձում են, ոնց ասեմ, այդ կարմիր գծերը հատվել են եւ կարծես մարդկանց ներշնչում են, որ դա մի պաթետիկ բաներ են, որ հիմա այս դարաշրջանում այդ նեղ սահմանները, չգիտեմ, ընդգծել, որ ես հայ եմ, Հայաստանում եմ, այդ ամենը ավելորդ է եւ այլն։ Գուցե մեր օրերում դրանում է խնդիրը, որ մենք չենք գիտակցում ինչ է հայրենիքը եւ չենք կարեւորում նրա պաշտպանությունը։ Վերջերս իմ լավ գործընկերներից մեկի հետ մի շատ լուրջ թեմա ենք քննարկում, հենց հայրենասիրության թեման։ Ինչ է հայրենասիրությունը։ Դուք կարող եք օրինակ իմ հարցին պատասխանել, ինչ է հայրենասիրությունը։ Ունեք դուք այդպիսի սահմանում։ Ես ինձ համար ունեմ այդ սահմանումը։ Տվյալ մարդու հետ ես քննարկում էի, թե ինչ է հայրենասիրությունը եւ ով ինչպես է այն գործածում։ Ինքն ինձ փորձում էր համոզել, որ հայրենասիրությունը ընդհանրապես փոքրիկ գործիք է, որով կարողանում են ժողովուրդներին, ազգերին, այսպես ասած, մանիպուլյացիայի ենթարկել։ Դրա մեջ իհարկե կա ճշմարտություն։ Բայց մի ուրիշ կողմը եկեք նայենք։ Ես որպես քաղաքացի, ես որպես Հայաստանում ապրող հայ, որը 38 տարեկան լինելով հանդերձ իր կյանքում տեսել է բազմաթիվ պատերազմներ, երկրաշարժեր, խառնաշփոթ մի խոսքով։ Ահավոր դեպրեսիվ этаպներ ենք անցել մենք եւ բնականաբար այդ ամենը նստվածք է թողել իմ մեջ եւ հիմա ես 38 տարեկանում լինելով գիտակցող մարդ, լավ այսպես ասենք, հա, մայր, որ շատ կարեւոր է իմ պարագայում եւ առհասարակ ես համարում եմ, որ դա կնոջ համար ամենակարևոր սոցիալական դերն է, ինչպես պիտի վերաբերվեմ ես հայրենասիրություն ասվածին։ Բնականաբար ես պիտի կարողանամ դա սերմանել իմ ցակուկի մեջ նախ, որովհետև ես գիտեմ, որ այդ հայրենիքի ապագան այս ձակուկն է, ու ինքը եթե չունենա հայրենասիրության զգացում, իր համար Հայաստանը, Ֆրանսիան, Ամերիկան միևնույն լինեն, բնականաբար ես կարծում եմ, որ իբրև մայր ես իմ առաքելությունը կատարած չեմ լինի, իբրև հայ մայր, եկեք ես անպայման շեշտենք, հա։ Եվ ելնելով սրանից ես ինքս էլ պետք է ունենամ, չէ՞, այդ հայրենասիրության զգացումը, որ կարողանամ իրեն էլ ներարկել դա։ Ախր այս այնքան բազմաթիվ են այդ շերտերը, մեկը ասում ես մյուսն է մնում, մյուսն ասում ես մյուսն է մնում, այս խառնաշփոթ է առաջանում։ Հայրենիքի ճանաչելուց, հայրենիքի ճանաչելուց։ Այո, եւ ամեն ինչը սկսվում է հայրենիքը ճանաչելուց։ Այլ երկրներում էլ են մարդիկ սիրում իրենց երկիրը, ով ասաց, որ Ֆրանսիայում կամ նույն Ամերիկայում իրենք իրենց երկիրը չեն սիրում, բայց մեր պարագայում ինչն է բարդ։ Իրենք իրենց երկիրը պահպանելու այնպիսի խնդիր չունեն իրենց առջև դրված, ինչպես ես եւ դուք, ինչպես իմ բալիկը։ Սա շատ կարևոր է զգալ, գիտակցել, եւ այո, հայրենասիրությունը շատ կարևոր զգացողություն է, զգացմունք է, դա մի ուժ է, որը քեզ տանում է ամեն ինչ անելու հանուն հայրենիքի։ Դա քեզ տանում է ամեն ինչ անելու, որպեսզի դու ապրեցնես այդ հայրենիքը։ Որովհետեւ ֆրանսիացին
կամ ամերիկացին չի գալու քո հայրենիքը ապրեցնի։ Այնքան շատ են այս բանի թեմաները ճղճիմացնում են շատ հաճախ, դրա համար երբեմն նույնիսկ մտածում ես դե լավ, դե պետք է չի երևի որ խոսեմ, որպեսզի չընկնեմ մարդկանց ոտքի տակ, այսպես ասած, այդ թեմայի շուրջ, բայց դրա հետ մեկտեղ էլ ախր դե լավ, դե ինչքան չխոսենք։ Լավ, ես չեմ խոսում, դուք չեք խոսում, մյուսը չի խոսում, հետո չգիտեմ, ինձ ասում են հայրենասիրությունը դա գործիք է, ես չեմ հավատում դրան։ Ես չեմ հավատում, որտեվ ես իմ օրինակով եմ տեսել, որ հայրենասիրությունը կարող է լիքը լավ բաներ անել։ Իմ բառարանն էլ է հայրենասիրության արդյունք, հոգատարության արդյունք։ Իսկ հայրենասիրությունը դա հենց հոգատարությունն է։ Քո ազգի, քո երկրի, քո հողի, քո ունեցածի մասին հոգ տանելն է դա։ Իրենց համար դա ինչ-որ պաթետիկ եւ անորոշ մի բան է։ Եթե իրենք իրենց մեջ այդ ձևակերպումը տան, ինձ թվում է այդպես չի լինի։ Անի շատ կանանց եմ նկատել, ովքեր ասում են, այդ տղամարդիկ մեզ չեն հասկանում եւ այլն, բայց հաճախ դա ասում են կանայք, տղամարդիկ ես այդքան չեմ լսել, ասում են, այդ կինս ինձ չի հասկանում, չէ՞ սովորաբար ասում են կանայք են ասում, տղամարդիկ մեզ չեն հասկանում։ Այլ ինչքանով կարող է տղամարդը կնոջը հասկանալ եւ արդյոք տղամարդուց պահանջել, որ իրենց 100%-ով հասկանան, դա ռեալ է, ձեր կարծիքով։ Իհարկե ոչ։ Չէ, կանայք բոլորովին այլ բնույթի են։ Տղամարդիկ շատ լավն են, բայց կանանց հեռատեսությունը եւ իմաստությունը պետք է պարզապես խոստովանել, որ նրանք իսկապես իմաստուն են ու հեռատես։ Ու համել օգտվել առիթից, իդեպ։ Տղամարդիկ էլ իհարկե իրենց շատ կարևոր դերն ունեն եւ մոլորակի մասշտաբով եւ նորից պիտի գամ Հայաստանի մասշտաբով, բայց շատ տարբեր ենք, ախր։ Եվ այդ տարբերությունը մեջ է հետաքրքիր։ Եվ իհարկե, եւ հենց այդ տարբերությունը հասկանալի լինում 100%-ով մեկը մյուսի հասկանալի, օքեյ, թող լինի, լավ, այդ օքեյ բառը չեմ սիրում, բայց լավ, իրենք ասում են դա հնարավոր չէ։ Ի վերջո, կա մի շատ կարևոր ուժ՝ սերը։ Սերն է, չէ, կապում մարդկանց իրար։ Դե երբ որ սերը կա, էլ կարիք չկա առանձնապես իրար ուսումնասիրելու, իրար հասկանալու խնդիրներ առաջ քաշելու։ Սերը կա, վերջ, ամեն ինչ լավ է, ամեն ինչ պարզ է, ամեն ինչ նորմալ է, ինչ խնդիր։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եվ խնդիրները լուծում են, կարծում եմ, երբ որ երկու կողմն էլ հասկանում, որ այդ տարբերությունները իրոք կան, եւ դրանք հրաշալի են։ Այո, եւ դրանք այն ինչ որ կարող է տեսնել կինը, կարող է տեսնել տղամարդը եւ հակառակը։ Եվ հենց այդ տարբերություններն են գեղեցիկ։ Բա որ գիտեք ինչ եք ինձ հարցնում։ Ձեր կարծիքը շատ կարևոր է, սպարագայում։ Անի գեղեցկության զգացողությունից խոսենք, դուք գեղեցիկ կին եք։ Հետաքրքիր է, այդ զգացողությունը կնոջը ինչ է տալիս, ձեզ ինչ է տալիս այդ զգացողությունը եւ որքանով է այն կարևոր եւ օգնում է, խանգարում է, ինչ է անում։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին գեղեցիկ է։ Անկախ նրանից մեծականակ մարդ է դա բարձրաձայնում, թե ոչ։ Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի, բայց շատ կարևոր է, որ դու ինքդ գիտակցես, որ դու գեղեցիկ ես, իբրև կին։ Եվ կնոջ ուժը հենց այդ ինքնախոստովանության մեջ է կայանում։ Դու կարող ես դիմագծեր համաչափ չունենալ, կարող ես բարձրահասակ չլինել, մոդելային մարմին չունենալ բնավ, երկար մազեր չունենալ, ինչպես իմն է։ Ես միշտ խորոֆեն եմ անում։ Բայց լինել գեղեցիկ ներսի քո զգացողությամբ եւ հենց դրանով դիմացինին տրամադրել, որ դու գեղեցիկ ես։ Եվ պարտադիր չէ իդեպ դիմահարդարվել կամ շատ կանացի հագուստ կրել կամ բարձրակրունկներով լինել, այսպես ասենք։ Գեղեցիկը դա էներգիա է, որը դու կամ կրում ես, կամ չես կրում։ Եվ տղամարդն էլ ոչ թե ըստ իս, ոչ թե գալիս է դեպի տվյալ կինը, ոչ թե նրա համար, որ ես համաչափ դիմագծեր ունեմ կամ մոդելային մարմին, այլ հենց այդ էներգիայի ուղղությամբ է գալիս տղամարդը սովորաբար։ Ես հավատում եմ դրան։ Այլ հարցը թե ժամանակի ընթացքում հետո ինչպես է հարաբերությունը ձևավորվում, բայց նորից հետ գանք կնոջը, կինը պետք է պարզապես կարողանա ինքն իրեն այնքան արժևորել, չեմ ասում էգոիզմի, եսասիրության, ինքնասիրահարվածության հասցնել դա։ Հակառակը, առողջ էգոիզմի մասին է խոսքը։ Դու իսկապես պիտի կարողանաս քեզ առողջ սիրել, քեզ առողջ ինքնաբավության առողջ մակարդակի հասցնել։ Դրանք այնքան կարևոր նրբություններ են, շատ այսպես լուրջ շերտեր են պարունակում էլի իրենց մեջ, բայց յուրաքանչյուր կին ես վստահ եմ, որ գիտի այս ամենի մասին։
գուցե ներսում, բայց արդեն ժամանակն է խոստովանել եւ գնալ դրան ընթառաջ, լինել գեղեցիկ ներսից, ասում են կրթությունը, չգիտեմ, մայրանալը, բանցանք, իհարկե շատ կարեւոր են այդ ամենը, բայց դրա հետ մեկտեղ գոյություն ունի այդ առանձին կնոջ համար աշխարհը, որը մի քիչ փորփրել, ինքդ քեզ համար բացահայտել է պետք ուղակի ու սկսել դառնալ դրա կրողը, այդ գաղափարի կրողը։ Դու գեղեցիկ ես նաև արտակնապես շատ լավ է, բայց դու ներսից էլ արտնացրու այդ էներգիան, լցրու ինքդ քեզ։ Ունի սպասիր, որ ինչ-որ մեկը քեզ գալու է ասի, դու շատ գեղեցիկ ես, նոր դու դրանով սկսես փայլել, շողալ, ծաղկել։ Ոչ, բոլորովին պարտադիր չէ։ Ես երբեք չեմ սպասում, որ ինձ ինչ-որ մեկն ասի, դու շատ գեղեցիկ ես, ու ես դրանից ինձ լավ զգամ։ Ոչ, ես ինձ լավ եմ զգում արդեն տնից դուրս գալուց առաջ մի հատ հայելում նայելով ես արդեն գիտեմ որ ես գեղեցիկ եմ անգամ եթե մատիտը թեք է գսված չգիտեմ աչքի տուշը արված չէ կամ շրթներ չկա կամ հագուստս պարզապես սպորտային ինչ որ հագուստ է միևնույն է ես ինձ գեղեցիկ զգում եմ ներսից եւ ես վստահ եմ որ իմ կողքով անցնող մարդիկ այդ էներգիան զգում են ու հետ կարևոր չէ այդ պահին թե դու ինչ հագուստով ես Հետաքրքիր երբ ենք զրուցում ենք, ես հիշեցի, որ օրինակ հին ուիրերը կարծում էին, որ եթե մարդը արտակնապես տգեղ է, ինքը չի կարող ներքուստ գեղեցիկ լինել։ Ինչ կպատասխանեք հին ուիներին։ Ախր տգեղ ասելով այդ այնքան դե գուցե ժամանակապանիշները ուրիշ են եղել, ամենատեղած իրենց չափանիշներով տգեղ։ Չգիտեմ, դա շատ հարաբերական է։ Ես առհասարակ աշխատում եմ զերծ մնալ մարդկանց գնահատականներ տալուց բոլոր տեսանկյուններից, որովհետև դա վատագույնն է, որ կարելի է անել առհասարակ եւ ինքդ քեզ համար եւ հանրության համար եւ առավելևս տվյալ մարդու համար։ Ես իմ բալիկի հետ էլ այնքան զգույշ եմ այդ տեսանկյունից երբեք գովաբանելը գովաբանում եմ, բայց ես երբեք իրեն վատ տեսանկյունից գնահատականներ չեմ տալիս։ Դա փչացնում է նախ եւ առաջ հարաբերությունը եւ ապա տվյալ մարդու ներսի ինքն իր հանդեպ ունեցած վերաբերմունքն է փչացնում։ Պետք է շատ զգույշ լինել։ Շատ կարևոր է այս շերտը իսկապես խնամքով վերաբերվել իրար առավելևս բալիկներին առավելևս կանանց շատ խնամքով իրոք այդ շատ կարևոր է Շուշան Պետրոսյանը այսպեսի մի երգ ունի չէ չեմ կարող ապրել առանց սիրո Կարող եք Չէ իհարկե չէ Վայ, սերը, ես քիչ առաջ էլ ասացի, որ երբ սերը հայտնվում է կնոջ եւ տղամարդու միջեւ օրինակ, այդտեղ արդեն խնդիր չկա, ամեն ինչ լավ է, որովհետեւ սերը այդ կատարյալ զգացմունք է, այդ աստվածային երևի ամենամեծ նվերն է, որ Աստծուց բնությունից մեզ հասել է։ Ու Առանց սիրո իհարկե հնարավոր չէ ապրել, ստեղծագործել, արարել, լինել առհասարակ առանց սիրո հնարավոր չէ։ Այդ երևի հավասարազոր կլինի իրին հավասար ապրել, հա, մոտավորապես այսպես առարկա դառնալ։ Այսինքն, եթե սեր չկա ոգի, չկա հոգի։ Իսկ դեր մեղեդին ո՞րն է սիրո, որ մտածում եք սիրո մասին, մի անգամ այդ մեղեդին եք հիշում, կա այդպիսի մեղեդի։ Ես երաժշտական կրթություն ունեմ եւ ես շատ սիրում եմ առհասարակ երաժշտությունը։ Ինքս էլ դաշնամուր գիտար եմ նվագում եւ ինձ համար յուրաքանչյուր երաժշտություն գեղեցիկ է։ Յուրաքանչյուր երաժշտություն սիրո մասին է։ Բայց իմ լավագույն, իմ ամենասիրելի կոմպոզիտորներից մեկը Ռախմանինովն է եւ վերջերս իր կենսագրությունն էի լսում Պարզվեց, որ իր ամբողջ ստեղծագործությունը սիրո տարբեր этаպներում արված, այդ բուրըն этаպներում արված գործեր են։ Հետաքրքիր որ этаպում է։ Իմ ամենասիրած կոնցերտ դաշնում է։ Ես պաշտում եմ ուղղակի այդ երաժշտությունը, վերջերս սիմֆոնիկ նվագախումբը ուներ այդպիսի մի համերգ, գնացել եմ, լսել եմ, ամբողջ ընթացքում լացել եմ առանց չափազանցնելու։ Չգիտեմ, մի առանձնահատուկ էյֆորիա է բերկրաթամբիրի մեջ է գցում հայերեն բառն օգտագործեմ, բերկրաթամբիրի մեջ է գցում այդ երաժշտությունը, իրոք աստվածային կախարդական, այ սերը հենց այդ երաժշտության մեջ է կսկում։ Ֆանտաստիկ մի բան է դա։ Սերն ամենուրեք է համել, ամենուրեք իրոք։ Անի, չգիտեմ, ասենք ֆիլմերում կամ գեղարվեստական գրականության մեջ
կերպարներ կան, որոնք ձեզ ինչ-որ շատ բան են տվել կամ ինչ-որ բան են ասել, որտեղ ամեն դեպքում ինչ-որ մենք կարդում ենք, անցկացնում ենք մեր միջով ու այդ ամենը պահում ենք մեզ որոշակի առումով։ Ես կանացի կերպարներ նկատի ունեմ հիմնականում։ Կանացի կերպարներից իհարկե շատ են այդպիսիք, ես շատ սիրում եմ Ժիլիեզնե Լեդին, մեր երկաթյա Թեչերին։ Այո, Թեչերին պաշտում եմ ուղղակի, գիրքը ունեմ, գիրքը չէ, գրքերը ունեմ արդեն եւ իմ շատ մտերիմ ընկերներ ովքեր գիտեն, որ ես իրեն շատ սիրում եմ եւ ինքը ինձ համար չափանիշ է, այսպես ասած, միշտ ինչ որ բան են նվիրում ինձ իր հետ կապված է, ջանիշ, գրիչ, նոթատետեր, բա։ Ֆիլմը երևի մի 100 անգամ նայել եմ, բայց բացի Թեչերի կերպարը, ես ունեմ մի շատ սիրելի գիրք, որ միշտ խորհուրդ եմ տալիս, հատկապես ավագ դասարանների աշակերտներին։ Վերջերս շատ եմ լինում, վերջին 4-5 տարում շատ եմ հանդիպում այդ տարիքի աշակերտների հետ, ու միշտ ասում եմ, կարդացեք Դրայզեր։ Ֆանտաստիկ ստեղծագործող է։ Ես շատ սիրում եմ Ֆինանսիստը, 1800-ականների մասին պատմող գիրք է դա, բայց այնքան բնորոշ է այսօրվան, այնքան բնորոշ եւ այնքան խոր բան կա այդ գրքում, զետեղված երևի բոլոր ժամանակներին բնորոշ է լինելու։ Անկամ սրանից, չգիտեմ, 1000 տարի հետո միևնույն է այդ գրքի գաղափարը, գաղափարախոսությունը մեկ էլի բնորոշ է լինելու տվյալ ժամանակաշրջանին։ Կարդացեք անպայման, եւ ես հիշում եմ, շատ ինձ համար կարեւոր էտապում եմ կարդացել այդ գիրքը ու այն ինձ իսկապես ապրեցրել է։ Չեմ ասի հիմա ինչ էտապում, բայց իսկապես կարևոր եւ շատ բարդ էտապում եմ կարդացել ու իրոք օգնել է ինձ այն, փրկել է, կարծես Աստծո ձեռքը լիներ այդ գիրքը, այն որ այսպես մեկնել եմ ու ես վեր եմ հառնել նորից Փյունիկի պես, այնպես որ կարդացեք ու գիտեք ինչն է հետաքրքիր, մենք կյանքում անընդհատ հանդիպում ենք մարդկանց, ովքեր ինչ որ էտապում ջարդվում են, կորցնում են, իրենց են կորցնում եւ այսպես կարծես սկսում են դանդաղ հանգել, հա, այնինչ այնպիսի տարիքում են գտնվում, երիտասարդ տարիքում, որ դեռ ամեն ինչ նոր պիտի սկսվի։ Այստեղ շատ կարեւոր է, որ այդ գիրքը կարդալով փրկենք ինքներս մեզ։ Եթե դուք այդ վիճակում եք գտնվում, անպայման կարդացեք այդ գիրքը, շատ կարճ ասեմ։ Իսկապես փրկում է այդ գիրքը։ Այդտեղ ֆանտաստիկ ֆենոմենալ կերպար կա եւ որը բոլորիս մեջ ապրում է։ Բայց որը ամեն անգամ ընկնելուց հետո նորից ոտքի է կանգնում, նորից ոտքի է կանգնում, նորից ու շարունակ։ Եվ ամեն անգամ ավելի հզորացած ու ուժեղացած։ Այս նաև մեր երկրի մեզնից յուրաքանչյուրին պետք է, այսպես ասած, վերաբերվի, այսինքն բոլոր շերտերին, մարդկային բոլոր շերտերին կարելի է վերագրել այդ ամենը, հա։ Այնպես որ կարդացեք այդ գիրքը։ Այ Մարգարետ Թեչերին հիշեցիք, այսպեսի հարց առաջացավ մոտս։ Եթե օրինակ Հայաստանի քաղաքական համակարգում կանայք ավելի շատ լինեին, գուցե իրավիճակը այսպեսին չլիներ, ես Գոլդա Մեյերին հիշեցի ու շատ շատերին, որոնք վճռական պահերին կարողացել են երկիրը դուրս հանել դժվար իրավիճակից։ Այո։ Գուցե կանայք կարողանան իրավիճակը փոխել։ Գուցե չէ, ես վստահ եմ, որ կարող են։ Քիչ են հիմա ներգրաված կարծում եմ։ Այո, հիմա դեռ քիչ են, բայց կարծում եմ գալու է մի ժամանակ, որ չասենք մայր իշխանություն, բայց կանայք իսկապես շատ են լինելու, որովհետև կանայք ախր բնությամբ հենց հոգատարության մարմնացումն են իրենք։ Եվ անգամ մեքենա վարելիս կանայք ավելի լավ վարորդներ են, հանկարծ չասեք չէ, այդպես չէ։ Կանայք իսկապես ավելի լավ վարորդներ են, ինչու որովհետև կինը այդ պահին, երբ մեքենա է վարում, ինքը ոչ միայն մտածում է օրենքը պահպանելու մասին, այլ իսկապես հոգ է տանում եւ իր հետևից եկող մեքենայի վարորդի, եւ արջևից գնացող, եւ կողքի երկու վարորդների, եւ մեքենայում նստած ուղևորների համար։ Այս մի ֆենոմենալ բան է։ Ես ընդունում եմ, որ տղամարդիկ էլ այո ունեն իրենց այսպես ասած պապայական հոգատարությունը, բայց կնոջ հոգատարությունը դա բնությամբ աստվածային մի երևույթ է, որովհետև մենք մայր ենք, մենք ենք մեր ձակուկներին 9 ամիս պահում, մեր ներսում, մեծացնում, սնում, շահում, մենք ենք տալիս այդ էներգիայի աղբյուրը, չէ, իրենց երկիր մոլորակ լույս աշխարհ գալու ի վերջո, ու սա շատ լուրջ բաների մասին է խոսում հենց Հետևաբար, երբ կանայք լինեն երկրի ղեկին, չեմ ասում հենց դառնան նախագահ վարչապետ, բնավ պարտադիր չէ այդ վերին գագաթներին հասցնել, բայց ունենան կոնկրետ պոստեր եւ այստեղ կանայք հրաշքներ են ստեղծելու, հրաշքներ են գործելու իսկապես։ Ուղղակի հնարավորություն է պետք տալ նրանց, ուղղակի շանս է պետք տալ նրանց եւ դա իրականում կկարողանան նրանք իրականացնել։ Այստեղ շատ կարեւոր է
որ կանայք էլ գիտակցեն իրենց ուժը։ Ուզում եմ խոսենք ընտանեկան բռնությունից, որոնց թվերը Հայաստանում չափազանց մեծ են։ Դա ինչի հետ է կապում։ Ես վերջերս մի վիճակագրության ծանոթացա, որ հիմա Հայաստանում ընտանիքները գոյատևում են ամենաշատը 5 տարի։ Պատկերացնում եք, շատ ցավալի փաստ է։ Ինչու՞, որովհետև Հայաստանում եւ առհասարակ ընտանիքը հանրության հասարակության կարևորագույն բջիջն է։ Ու եթե այդ բջիջը այսօր գոյատևում է ընդամենը 5 տարի, սա հեչ լավ տեղ չի տանում։ Չգիտեմ, ինչ ենք անում մենք, ինչն է սխալ, ինչն ենք սխալ արել միգուցե ինչ որ ժամանակահատվածում, որ հիմա արդյունքը սա է, բայց մտածելու տեղիք է տալիս իսկապես ու շատ լուրջ թեմա է։ Իսկ ընտանեկան բռնությունները, գիտեք, ես միշտ մտածում եի, որ կապված է նրա հետ, որ մենք շատ բռնկուն ենք, մենք մի տեսակ սարեցի ենք ամեն դեպքում, հա, այդ բանը կա վայրենի մեր մեջ, բայց դրա հետ մեկտեղ էլ դե արդեն 21-րդ դարում ենք, լավ հասկացանք, հա, ինչքան ասենք, լավ մենք սարեցի ենք։ Դա է ինձ նաև զարմացնում, թե 21-րդ դարում մանավանդ կինը պետք է նաև իմանա իրավունքների մասին։ Կարծում խնդիրը նաև այստեղ է հասկանալ, որ ինքը կարող է նաև այդ ամենը չհանդուրժել։ Տարբերակ է։ Գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ, որ ընտանիքներում երկուստեք պետք է լինի, հա, համագործակցություն, այսպես ասած, ընտանիքը կայուն պահելու հարցում։ Եթե այս համագործակցության մեջ մեկը սկսում է կաղել, բնականաբար մյուսի կողմից պայքար է սկսվում։ Եվ այս պայքարը արդեն վատ բանի մասին է խոսում ու դա չի կարող լավ տեղ տանել արդյունքում։ Իմ դասախոսներից մեկն ասում էր, ընտանիքը ծաղկի նման է, պիտի անընդհատ սնեք, շահեք, պահեք, հա, խնամեք։ Ընտանիքն էլ իրոք այդպեսին է, հենց ծաղկի նման պիտի կարողանանք ուղղակի գիտակցել, որ բոլորս ենք պատասխանատու այդ ստեղծված ընտանիքի համար եւ առավելևս եթե բալիկ կա այդտեղ, որովհետև այդ բալիկը ամենափխրունն է եւ արդյունքում ամենաթույլ դերում է ինքը գտնվում, ամենաանպաշտպան ու ցավոք սրտի ընտանիքների քանդման արդյունքում ավելի շատ հենց բալիկներն են տուժում, ոչ թե այդ երկու ծնողները կամ կինը եւ ամուսինը։ Անի մի հարց կա, որ վերջերս բոլորին տալիս եմ, որովհետև ինձ համար էլ է շատ կարևոր այդ հարցի պատասխանը լսել։ Դուք ինչպիսին եք տեսնում Հայաստանի ապագան։ Այս հարցը միշտ ես եմ հնչեցնում լուրջ հարցազրույցների ժամանակ։ Ես իհարկե Հայաստանի ապագան տեսնում եմ շատ լավը, շատ պայծառ։ Հիմքեր ունեք։ Շատ։ Հիմքերից մեկը ես եմ, մեկը դուք եք։ Մեկը իմ բալիկն է։ Ձեր բալիկը երևի, չգիտեմ, իմ հավատն է, իմ հայրենասիրությունն է։ Իհարկե, կան շատ այդպես հորետեսական տրամադրություններ նաև, եւ իմ ներսում, եւ շուրջս բնականաբար, որը վախ է մի քիչ ներշնչում, բայց եկեք չվախենանք էլի արդեն։ Հերիք է արդեն այնքան ենք ընկրկում, վախենում, անընդհատ հետ քայլանում, անընդհատ ինքներս մեզ հետ կռիվանում։ Չգիտեմ, կարող է ես հիմա մի քիչ մեծ եմ խոսում, բայց երևի իսկապես հավատալ է պետք է ապագային Լենա ջան։ Եկեք հավատանք, որ լավ է լինելու, որովհետև այդ հավատը նաև գործ է ծնում, ուժ է ծնում այդ հավատը, զորություն է տալիս մարդուն, ու մենք հենց դրանով ենք կարողանում գործ անելով առաջ գնալ, հա, տեղում չենք դոփում, մենք մտածում ենք, որ արդյունք ունենալու ենք, մենք այդ արդյունքին ենք հենց հավատում, ու Հայաստանի լավ ապագան այսօրվա մեր արած գործի լավ արդյունքն է լինելու։ Եկեք հավատանք այդ արդյունքին։ Հավատանք։ Վերջում դες բլից հարցեր ունեմ տալու։ Այո։ Եթե ձեր կյանքի հիմա վրա ֆիլմ նկարահանվեր, ինչ ժանրի ֆիլմ կլիներ։ Թրիլեր, երևի ինչ որ այդ տեսակ մի բան էր լինելու։ Իսկ ինձ թվում է sense պայծառ, ուրախ։ Մի քիչ հա։ Բայց չէ, ընդհանուր առմամբ ավելի գլոբալ իմաստով թրիլեր էր լինելու, այնպես անդադ գրակում են բան են։ Հնարավորություն եք մեկին վերակենդանացնելու։ Ում կվերակենդանացնեք։ Հետաքրքիր է, Նժդեհին։ Վերջերս Լարային Առաքելյան իմ տաղավարը հրավիրել, շատ խորը սիրուն զրույց ենք ունեցել իրար հետ։ Ինքն էլ ասաց, որ կուզեր Նժդեհին ու ես այնքան համամիտ եմ իր հետ։ Ու հետաքրքիր էր ինքը ինչ կաներ էս իրավիճակում այ հիմա ու Լարայի հետ էլ զրույցի արդյունքում եկանք հենց էս եզրահանգման։ Ինչ կաներ հիմա ինքը։ Բարձ է շատ կտրուկ էին լինելու իր գործողությունները, ես վստահ եմ միանշանակ ու վստահ եմ նաև նույնը կլիներ Վազգեն Սարգսյանի կողմից այդ կտրուկ գործողությունները։ Բայց ուզում եմ հավատալ, որ իրենք այս դեպքում Նժդեհն ու Սարգսյանը մեզ կօգնեն,
Չգիտեմ ինչ է լինելու, բայց վստահ եմ, որ մեզ կօգնեն։ Անդեր չեն թողնում մեզ էլի։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Երկու անգամ եմ եղել Արցախում, վերջին անգամ եղել եմ 2021-ի գարնանը։ Ոայ շատ դժվար էր։ Այդ պատերազմից հետո այնտեղ 2 օր ենք մնացել նկարահանումներին, բայց այդ ժամանակ էլի փոքրիկ հարցազրույցի մասնակցեցի, ինձ հարց տվեցին, թե ինչ զգացողություններ ունեք։ Շատ դժվար էր, բայց հետաքրքիրը գիտեք, որներ նույն բանն այնտեղ այդ ժամանակ ասացի, որ ես սպասում էի այդ ծանր մթնոլորտը, բայց կյանք կար այնտեղ։ Այնքան սիրուն էր այդ հակառակ բևեռները, ասենց պարադոքս էր մի տեսակարծունքում ստացվում, ոնց որ ես այդ պարադոքսի խաչմերուկում լինեի, բայց կյանք կար։ 2021-ի Պարագայում էլ եք լիահույս, որ լավ կլինի։ Այդ մասին չեմ ուզում երևի խոսել, որովհետև ինչ էլ ասեմ, հաստատ մի վատ մեկնաբանություն կգրեն տակը, չեմ ուզում։ Դե վատ մեկնաբանությունից խուսափել ամեն դեպքում չի լինում։ Չեմ ուզում, չեմ ասի։ Ինչ ասած ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Ախր հայկական ամեն ինչն է գեղեցիկ։ Ախր հայկական հոգին է գեղեցիկ, հայկական արտաքինն է գեղեցիկ, հայկական ապրելիքն է գեղեցիկ, հայն է գեղեցիկ, Հայաստանն է գեղեցիկ, նույնիսկ Սփյուռքն է գեղեցիկ հայկական։ Ամեն ինչ գեղեցիկ է։ Այդ մերն է, որովհետև հա ես էգոիստ եմ։ Հա ես շատ վատ հայրենասեր եմ, ես ազգայնամոլ եմ, ես հա բայց ամեն ինչ սիրուն է։ Հայաստանի մասին օտարերկրացուն 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ 3 նախադասությամբ Ես նույնիսկ 3 բառով կասեի։ Աշխարհի ամենագեղեցիկ երկիրը։ Ոչ մի բառ ավել, ոչ մի բառ պակաս։ Հետո այստեղ եղող, գիտեք, ես երևի մի քիչ շատ եմ չափազանցնում։ Ես իրոք այդքան սիրում եմ ես հայրենիքը, ինձ որ մեկ-մեկ ասում են, ես հիմա հնարավորություն ունեմ Հայաստանից դուրս ապրել, ունեցել եմ անցյալում Հայաստանից դուրս ապրելու շատ լավ կարգավիճակում։ Բայց ես չեմ ուզում ապրել Հայաստանից դուրս։ Ես իսկապես սիրում եմ այս երկիրը։ Ես չեմ ուզի զոհվել այս երկրի համար։ Ես չեմ ուզի ինչ որ մեկը զոհվի այս երկրի համար։ Ես ուզում եմ ապրել այս երկրի համար, ապրեցնել այս երկիրը։ Ես ուզում եմ բոլորս ապրենք ու ապրեցնենք այս երկիրը։ Ես ավելի լավատեսական տրամադրությունների մեջ եմ ամեն դեպքում այդ ամեն ինչին նայում ու դիտարկում այդ ամենը, որովհետև ի վերջո դե ողբալ անընդհատ կարող ենք, լավ, բայց ինչքան։ Պետք է դադարեցնել, ուղղակի սկսել ստեղծագործել, արարել, ուժեղանալ, զորանալ, ավելի լավ դառնալ, հավատալ, ոնց որ արդեն խոսեցինք, հա, այդ այնքան սիրուն է այդ ամեն ինչը, հետո այդ ամեն ինչը մեզ էլ է գեղեցկացնում, այդ ամեն ինչը լցնում է մեզ, լիացնում է։ Բայց գեղեցիկ նոտայի վրա ավարտենք։ Շնորհակալ եմ Անի, որ մեզ հյուրի եկաք։ Շնորհակալ, ապրեք շատ հաճելի էր։ Նմանապես։